Բուրըն ծափարենք Հիսուսին, բարեկամներս այսօր օրհնության օր է, մենք արդեն շատ օրհնված ծառայություն ենք անցկացրել, Աստված մեկնել է իր ձեռքը, նա դիպչել է, բուժել է, ազատագրել է և այս ծառայությունը նույնպես մեծապես օրհնվելու է, այսօր մենք խոսում ենք աշխարհի մի քանի երկրների հետ, մենք ունենք 13 լեզու, իսկ երեկվանից 14, մենք դա ունեցանք այստեղ գտնվող ճապոնացի մի տղայի շնորհիվ, հիմա մենք ունենք անգլերեն, ռումիներեն, իսպաներեն, օրդու, Պակիստանից, քմերերեն, Կամբոջայից, կորեերեն, ֆրանսերեն, ինդոնեզերեն, արաբերեն, ռուսերեն, իտալերեն, հունգարերեն և գերմաներեն և շնորհակալ եմ Աստծուն, որ մենք այս լեզուներով տարածում ենք ավետարանը մարդկանց, քանի որ միայն իրական հավատքն է գործում Աստծո խոսքի հիման վրա, դուք պարզապես պետք է հավատաք, կարիք չկա որևէ այլ բան անելու և մենք այսօր Տիրոջից խոսք ունենք, որը ես կփոխանցեմ ձեզ, որը ձեզ համար է, որպեսզի տեսնեք, թե որքանով է բացասական բանը խանգարում և որքանով է դրական բանը հետագայում պարգևատրվում։ Քիչ անց ես ավելի շատ կխոսեմ այս թեմայի մասին, որը կօգնի ձեզ։ Նախորդ ծառայության ժամանակ այստեղ մի քանի մարդ բուժվեց։ Նրանցից մեկը մի կին էր, որը եկել էր անվասայլակով։ Նա պորտուգալերեն չգիտեր։ Մենք խոսեցինք իսպաներենով և նա բուժվեց։ Բայց թույլ տվեք ձեզ հետ խոսել Աստծո խոսքի մասին։ Այս շաբաթ ես մի քանի օր խոսել եմ այս հատվածի մասին։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 3:1 Այսուհետև եղբայրք աղոթք արեք մեզ համար, որ Տիրոջ խոսքը առաջանա և ամեն տեղ փառավորվի, ինչպես որ ձեզ մոտ էլ։ Պողոսը գնաց Թեսաղոնիկե, որը կախարդանքի հմայության վայր էր։ Պողոսը այնտեղ շատ աշխատանք կատարեց։ Նա տառապեց, բայց նա սկսեց մեծ եկեղեցի։ Ահա թե ինչն է ուրախացնում քարոզչին։ Ես պատրաստվում եմ հունվարի սկզբի համար, որպեսզի սկսենք մեր ժողովրդին ավելի շատ գործի դնել։ Նրանք արդեն շատ բան են սովորել և պետք է փոխանցեն ուրիշներին։ Ես անցկացրել եմ հավատքի դասընթացը և հիմա այն պետք է ընդլայնեմ մինչև 366 դաս, քանի որ հաջորդ տարին նահանջ տարի է, այնպես որ ամեն օր դուք կունենաք դաս, ամեն ամիս դուք կունենաք գրքույկ, որտեղ կլինեն դասեր, որոնցում կլինի նյութը, ինչպես նաև հարցեր ու պատասխաններ։ Այն դժվար չէ, այնպես որ բոլորդ էլ կարող եք սովորել։ Դուք կանցկացնեք օրվա դասը 5 րոպեում, բայց մենք այն այստեղ կծրագրենք մի քանի տներում, հովիվ Հայմեն է այն կազմակերպելու, շաբաթը մեկ անգամ, եղբայրները, ովքեր ի վիճակի են այցելելու տներ, շաբաթվա անցածը վերանայելու համար։ Հետո մենք կտեսնենք, թե ինչ ենք սովորել։ Դուք հարցեր կտաք, իսկ նրանք կպատասխանեն ձեզ։ Դուք կաղոթեք և դա կլինի այս ծառայության նման, բայց ձեր տներում դա շատ օրհնված կլինի։ Ես սա ուզում եմ սկսել հունվարի սկզբին, հովիվ Հայմեի հետ։ Մենք դեկտեմբերին պատշաճ կերպով կգրանցենք տները, որտեղ պետք է անցկացնենք դասերը։ Մարդիկ պետք է ավետարանի գիտելիքներ ունենան։ Բավարար չէ, որ մի կին ասի եկեք իմ տուն, ոչ, նա և իր ամուսինը պետք է համաձայնվեն, պետք է լինի նրանց կողմից ընդունելություն, քանի որ մենք չենք ուզում մեր առջև փակ դուռ տեսնել։ Եթե մենք ընդունելի չենք, ուրեմն ընդունելի չենք, բայց եթե ընդունելի ենք, մենք կանենք Տիրոջ գործը։ Շարունակենք։ Երկրորդ Թեսաղոնիկեցիներ 3:1 Այսուհետև եղբայրք աղոթք արեք մեզ համար, որ Տիրոջ խոսքը առաջանա և ամեն տեղ փառավորվի, ինչպես որ էլ ձեզ մոտ։ Գուցե դուք այստեղ եք եկել մտածելով, ես կգնամ և դոկտոր Սոարեսը, որ սուրբ մարդ է, կաղոթի ինձ համար։ Ճիշտ է, ես միշտ ապրում եմ Աստծո ներկայության մեջ, բայց ինչու դուք էլ չեք աղոթում ինձ համար։ Աստված իմ, խոսք դիր դոկտոր Սուարեսի սրտում ինձ համար։ Նա իմ խնդրի մասին չգիտի, բայց նա կխոսի և դու կլուսավորես ինձ, Տեր։ 1. Այսուհետև եղբայրք աղոթք արեք մեզ համար, որ Տիրոջ
խոսքն առաջանա, ամեն տեղ փառավորվի, այն պետք է փառավորվի, ինչպես որ ձեզ մոտ էլ, այն փառավորվում է մեր մեջ։ Հիմա այն նաև պետք է փառավորվի ամենուր, որտեղ քարոզվում է ավետարանը։ Մենք այնքան շատ լեզուներով ենք թարգմանում եւ առցանց հեռարձակում։ Մյուսները թարգմանվում են, որպեսզի հետագայում հեռարձակվեն։ Բարեկամս, մարդիկ պետք է հասկանան խոսքը։ Որոշ երկրներ փակ են, սակայն այնտեղ նույնպես ընդունում են խոսքը, սովորում են հավատի դասընթացը, որոշ ժամանակ անց դասընթացը անցկացնում են ևս 3 կամ 4 տներում, իսկ որոշ ժամանակ անց նայեք, թե ինչպես ենք մենք այնտեղ գրավում ամբողջ երկիրը։ Մենք գտնվում ենք ինտերնետի դարաշրջանում, երբ հեշտ է կապ հաստատել բոլորի հետ։ Լավ, շարունակենք։ Երկուսը։ Եվ որ փրկվինք անօրեն եւ անզգամ մարդկանցից, որովհետեւ հավատքը ամենի բան չէ։ Ուրեմն աղոթեք ծառայության համար, որքան շատ մարդիկ սովորեն խոսքը, այնքան քիչ կլինեն սխալ բաների մեջ ներքաշված մարդիկ։ Նրանք այլևս վատ մարդիկ չեն լինի, որովհետև սովորում են Աստծո խոսքը։ Եթե մենք ուզում ենք վաղը ավելի լավ ժամանակներ ունենալ, մոռացեք այս խոսակցությունը։ Կառավարությունը փոխվելու է, ամեն բան լավ է լինելու, այդպես չէ, որովհետև ամբողջ աշխարհը քաոսի մեջ է։ Փոխողը Հիսուս Քրիստոսն է։ Աստծո խոսքը այդպես է ասում։ Մենք չենք ուզում նրանք մեր դերը կատարեն, իսկ մենք էլ իրենց դերը կատարենք։ Ոչ։ Երրորդը, բայց Տերը հավատարիմ է, որ կհաստատե ձեզ եւ կպահե այն չարիցը։ Համոզված եղեք, եթե Աստված ձեզ առաքելություն է տալիս, նա հավատարիմ է։ Նա երբեմն թույլ է տալիս, որ դուք դժվարություն ունենաք, որպեսզի տեսնեք, որ նա հավատարիմ է։ Եթե հավատաք, կտեսնեք, որ նա հավատարիմ է։ Չորրորդ, վստահություն ունենք ձեզ վրա Տերով, որ այն բաները, որ պատվիրեցինք ձեզ, եւ անում եք եւ կանեք էլ։ Այսպիսով մենք պետք է այս աշխատանքը կատարենք մեր երկրում։ Ավելի ուշ ես կբացատրեմ, թե ինչպես, եւ դուք կտեսնեք, թե ինչպես կօրտնվի Բրազիլիան, իսկ Բրազիլիայից նաեւ այլ ազգեր։ Այսպիսով երբեմն միսիոներ ուղարկելու փոխարեն եկեք նախ ուղարկենք ուղերձներ, կազմենք խմբեր եւ աշխատենք։ Իսկ Տերը ուղղե ձեր սրտերը դեպի Աստծո սերը եւ դեպի Քրիստոսի համբերությունը։ Հիսուսի վրա բարկացան, թքեցին նրա վրա, ծեծեցին, խաչեցին, իսկ նա աղոթեց. Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Մենք պետք է այս համբերությունն ունենանք։ Նա ուզում էր, որ այնտեղ գտնվող մարդիկ փրկվեն, եւ կար մի հարյուրապետ, որն ասաց. իսկապես սա Աստծո որդին էր։ Այս հռոմեացի հարյուրապետը հավատաց Հիսուսի վարքագծի պատճառով։ Ոչ ոք այդպես չէր վարվի։ Իսկ հիմա եկեք մի վկայություն դիտենք։ Իսկ դուք ինչ խնդիր ունեք, որ անվասայլակի մեջ եք։ Ես խոսում եմ իսպաներեն։ Ես էլ եմ խոսում իսպաներեն, խնդիր չկա։ Ազդրերս կոտրվել էին։ Նա ազրերի կոտրվածք ունի։ Այո, պարոն։ Ուրիշ ինչ։ Այսքանը։ Չեք կարողանում քայլել։ Կարող եմ քայլել, բայց շատ քիչ։ Իսկ հիմա Հիսուսի հետ։ Իհարկե Հիսուսի հետ։ Ապա քայլեք Հիսուսի հետ։ Առաջ, առանց վախի, առանց վախի։ Սկսեք քայլել, որքան մեծացնեք ձեր քայլերը, Հիսուսը կբուժի ձեզ։ Ավելի շատ քայլեք։ Ձեր հետևում մարդ կա, ով շատ ուժեղ է, մի վախեցեք։ Շարունակեք քայլել, ավելի արագ։ Աստծությունը ձեզ վրա է։ Մի բռնվեք ոչ մեկից։ Վերջ մի վախեցեք։ Ոչ, մի մտածեք։ Դուք չեք ընկնի, եկեք ավելի շատ քայլեք, ավելի շատ քայլեք, մի քիչ էլ։ Ավելի լավ եք։ Այո, Հիսուսը բուժում է ձեզ։ Այո, պարոն, ավելի լավ եմ։ Տեղափոխեք աթոռը այնտեղից, տեղափոխեք։ Ամեն։ Շարունակեք քայլել, քայլեք։ Ես քայլում եմ, ես գնում եմ դեպի Քանան։ Այո, ճիշտ է, հիանալի է։
Քայլեք, ավելի արագ, ավելի արագ։ Ավելի արագ։ I'm going. Գնում եմ։ I'm going. Փառք Տիրոջը։ Ասեք ինձ ինչպես եք հիմա։ Լավ եմ, շնորհակալություն։ Ապակինվում եք։ Ապակինվում եմ, այո։ Աստված դուռ է բացել ձեզ համար։ Օծությունը ձեզ վրա է։ Ամեն։ Պետք է հավատաք, քանի որ Աստված վերականգնում է ձեր առողջությունը։ Այո, հավատում եմ։ Ամեն։ Ամեն։ Spanish is like Իսպաներենը պորտուգալերենին նման է բարեկամներ։ Մարմնից մեջ բակտերիա կար, որ վնասեց ազդոսկրս եւ դրա պատճառով անվասայլակի մեջ էի։ Մի բակտերիա, որը մտել էր նրա ազդոսկրի մեջ։ Նրան ստիպել էր անվասայլակի մեջ մնալ 1 տարի։ Ես լսեցի մի ներքին ձայն, որը խոսում էր ինձ հետ, Սուրբ Հոգին, եւ ասում էր. «Վեր կաց, հիմա դու կկարողանաս քայլել, քեզ ուժ կտամ, պայքարիր դրա համար»։ Ստացվեց։ Շնորհակալ եմ Աստծուն, ավելի լավ եմ։ Բարեկամներ, նա մեզ ասում է, որ աղոթքի պահին նա զորություն զգաց, եւ Աստծո Սուրբ Հոգին ասաց նրան. «Վեր կաց եւ քայլիր»։ Եվ այդպես էլ եղավ։ Վանեսա քույրիկ, ուզում եմ, որ դու մի փոքր քայլես, ցույց տալով, թե ինչ է Աստված արել քո կյանքում։ Ցույց տուր մեզ։ Այո, բարոն, քայլիր ինչպես նախկինում։ Կարող էիր քայլել, քույրիկ։ Ինչպես էիր քայլում նախկինում, պատմիր մեզ։ Ես կարողանում էի քայլել, բայց միայն քայլակով։ Ձեզ քայլակ էր պետք։ Այո։ Գիտեք, նա միշտ քայլում էր քայլակով։ Իսկ առանց դրա չէիր կարողանում քայլել։ Ոչ, չէի կարողանում։ Ես բռնվում էի նրանից։ Դու հենվում էիր նրա վրա։ Այո։ Նա չէր կարողանում մենակ քայլել։ Իսկ հիմա նա իր առաջին քայլերն է անում անվասայլակից դուրս գալու համար, Աստծո փառքի համար։ let's pray now for God to Եկեք հիմա աղոթենք, որ Աստված օրհնի բոլորին։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես ուզում եմ, որ բոլորը հիմա օրհնվեն։ Հովիվ հայմեն սկսելու է ինձանից հետո եւ մնալու է ձեզ հետ։ Խոնարեցրեք ձեր գլուխն ու փակեք ձեր աչքերը։ Տեր, սա իմ խնդիրը։ then tell God Ես այստեղ եմ եկել լուծում գտնելու։ softly you're going to Ասա Աստծուն, թե ինչ խնդիր ունես։ Խոսիր մեղ։ Դու հիմա ինձ հետ հզոր աղոթք ես անելու։ Հայր, հովիվ հայմեն եւ ես մտնում ենք աղոթքի մեջ։ Այդ օրը այնտեղ տխուր էր։ Աստված իմ անապատում, երբ նրանք բարձրանում էին ամորացիների լեռը, երբ ուղարկեցին լրտեսներին, նրանք վերադարձան Աստվածին բացասական լուրերով, բայց երկու լրտեսները, Քաղեբը եւ Հեսուն, վերադարձան դրական լուրերով, բայց մյուս 10 ձայները հաղթեցին։ Հայր, թող այսօր այստեղ ոչ մեկի մեջ տխրություն չտիրի, որովհետեւ ես աղոթում եմ եւ հովիվ հայ մենք աղոթի եւ այս չարիքը հիմա կընկնի գետնին։ Հիսուսի անունով ես կանգնեցնում եմ։ Ես դադարեցնում եմ չարի գործերը։ Հայր, հավատի եւ Հիսուս Քրիստոսի անվան իշխանության մեջ քո զորությունը դրսևորվում է ամեն ինչի վրա։ Հիմա եկեք բարձրացնենք մեր ձայնը եւ ասենք չարին. դուրս արի, հայտարարիր, պահանջիր, բարձրացրու ձայնը եւ իշխանությամբ ասա չարին. դուրս արի իմ մարմնից հենց հիմա։ Ասա այդ չարիքը իր անունով։ Իմ հավատքը միացված է քո հավատքին։ Ես բարձրացնում եմ իմ ձայնը եւ ասում չարին. դուրս արի, հեռացիր, այս մարդը պահանջում է գլխի ցավ, ձեռքերի ցավ, հոդերի ցավ, ողնաշարի սարսափելի ցավ, ազդրի սարսափելի ցավ է, որը այս մարդը զգում է, ծնկի ցավ։ Ես հրամայում եմ, ես պահանջում եմ, այս մարդը պահանջում է, մենք միասին պահանջում ենք դուրս կորիր հենց հիմա։
լինի դա օստեոպորոզ, վարակ, բորբոքում, հոդերի մեջ, աճառի մեջ, ես ասում եմ դուրս եկեք Հիսուսի անունով, այո բարեկամս, խոսիր իշխանությամբ, Հիսուսի անունն ունի զորություն այս չարիքի դեմ, նույնիսկ եթե դա քաղցկեղ է, որը հայտնվել է քո խաղաղությունը գողանալու համար, քո օրերը կրճատելու համար։ Ես ասում եմ այս քաղցկեղին, որ հեռանա, գնա, մենք հանդիմանում ենք այս քաղցկեղը, մենք պատվիրում ենք եւ պահանջում ենք, որ այն հիմա վերանա եւ դուրս գա, հեռանա այն անունի զորությամբ, որը Հիսուսի անվան մեջ է։ Ոսկորների բորբոքում հեռացիր, այն զորությամբ, որը Հիսուսի անունով է, ստամոքսի ցավ, ստամոքսի այրոցի զգացողություն, լինի դա գաստրիտ, խոց, ստոմատիտ, ինչ չարիք է լինի, շատ ուժեղ այրոց, դուրս արի, դու չարիք ես, որտեղ էլ որ լինես, գլխից մինչև ոտքերը դուրս եկեք, լինի դա հոգեբանական, հուզական չարիք, դեպրեսիա, խուճապ, անհանգստություն, վախ, վախի նոպա, խուճապի նոպա, դուրս արի Հիսուսի անունով, բարձրացրեք ձեր ձեռքերը, ամուր մնացեք այն ազատության մեջ, որով Քրիստոսը մեզ ազատեց, Ո մտեք այդ ազատության մեջ եւ փառք Աստծուն եւ ստացեք ձեր օրհնությունը։ Ասեք շնորհակալ եմ Տեր, ես վերցնում եմ իմ օրհնությունը Հիսուսի անունով, ամեն։ Փառք Աստծուն, լսեք, Հիսուսը բարի է։ Իսկ հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը, խնդրեմ։ «2022 թվականին Մարտին Ջանեթեն ենթարկվում է հիստերեկտոմիայի վիրահատության, քանի որ տառապում էր արգանդի միոմաների պատճառով մշտական ցավերից եւ արյունահոսությունից, սակայն նույնիսկ վիրահատությունից հետո անհարմարությունը չի անցնում։ Դրանից հետո ես դեռ ցավ էի զգում եւ արյունահոսություն ունեի, հետո մտածեցի, դե բոլորը, ովքեր այս վիրահատությունն են արել, ասում են, որ արյունահոսություն չկա։ Ես ասացի, ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Նա ասաց, այսօր ես շատ ուժեղ ցավ ունեմ, որովայնից ներքևի մասում։ Դեկտեմբերին ես նորից գնացի բժշկի։ Հետո ուլտրաձայնային հետազոտություն անցա։ Եվ այն ցույց տվեց, որ աջ ձվարանիս վրա կիստա ունեմ։ Նա պետք է եւս մեկ վիրահատություն անցներ, քանի որ բժիշկն ասաց, որ ինչ-որ բան կա, որն ակնհայտորեն չարորակ էր, այսինքն նորից պետք է վիրահատություն արվեր։ Պետք էր ամեն ինչ հեռացնել, արգանդափողը, ձվարանը, ամբողջը։ Առաջին վիրահատությունից 1 տարի էլ չէր անցել։ Ես չընդունեցի դա եւ ասացի ոչ, չեմ վիրահատվելու եւ անընդհատ հետաձգում էի, աղոթում էի Աստծուն ասելով. «Տեր, ես այլևս վիրահատություն չեմ ուզում, ես չեմ ուզում այս վիրահատությունը անցնել» եւ ես մնացի անսասան, շարունակեցի տանը մնալ իմ աղոթքներով եւ նաեւ հետևեցի դոկտոր Սուարեսի աղոթքներին։ Բայց հետո նա սկսեց հռչակել ասելով. «Ես չեմ ընդունում դա եւ ես պատմելու եմ Հիսուսի հրաշքի մասին, որը նա արդեն արել է ինձ համար»։ Հետո կյանքիս նախագիծը սկսվեց եւ ես այն ներառեցի կյանքում, որ մեր Հովվի կողմից իրականացվող արշավներն էին։ Ես միշտ այնտեղ էի եւ անսասան աղոթում էի։ Սրտումս վստահեցի, որ իմ օրհնությունը ստանալու եմ, եւ ապա 2023-ի մարտի 31-ին ես գնացվեցի MRT հետազոտության։ Շատ անհանգիստ մարդ եմ եւ թեև ոչինչ չեմ հասկանում, բայց ուզում էի պատասխանը տեսնել բժշկի մոտ գնալուց առաջ։ Շուտ բացում եմ պատասխանները եւ նայում ամեն ինչին, բայց այս անգամ ես դա չարեցի, որովհետեւ մեծ խաղաղություն զգացի սրտումս եւ մայրս ասաց. «Դու այն բացել ես»։ Հիմա բացիր։ Ես ասացի ոչ, չեմ անելու, որովհետեւ այս անգամ բժիշկն է բացելու եւ ինձ ասելու է, որ ես ոչ մի խնդիր չունեմ, բժշկված եմ։ Հետո ես նշանակված օրը գնացի բժշկի եւ տարա զննության պատասխանը։ Հետո ես տեսա, որ նրա աչքերը փայլում էին։ Երբ բժիշկը տեսավ պատասխանը, նա նույնիսկ չգիտեր ինչ ասել։ Նա ասաց. «Չգիտեմ ինչ է պատահել, MRT-ն ամբողջական զննություն է»։ Ասաց. «Ոչինչ չկա, ես չգիտեմ ինչ է պատահել, կարծես ոչինչ չէի ունեցել»։ Ես տեսա Աստծո հրաշքը, Աստծո գործը։ Աստված բուժում է անտեսանելի վիրահատություն անելով, այս դեպքում միայն հավատն է, որ ուրախություն եւ բավարարվածություն է առաջացնում մեր սրտերում։ Փառք Աստծուն, այսօր այլևս ցավ չունեմ, արյունահոսություն չունեմ, ոչ մի խնդիր չունեմ։ Աստծո պատվի եւ փառքի համար ստացա իմ օրհնությունը։
Հավատքով եւ ոչ երևույթով ինչ տեսան նրանք։ Մեծ, հսկա մարդիկ։ Իսկ ինչ էր արել Աստված։ Ես այդ երկիրը տալու եմ ձեզ, ուստի նրանք պետք է վարվեին ըստ Աստծո խոսքի, ոչ թե ըստ տեսածի։ Ինչ արեց այս կինը, երբ սկսեց հասկանալ, թե ինչ է հավատը։ Նա հաստատուն մնաց։ Ինչ է ասվում Կողոսացիների 4:2-ում։ Խնդրում եմ, ցույց տվեք ինձ Կողոսացիներին ուղված Պողոսի նամակը։ Աղոթքին միշտ հետևեցեք, այսինքն անընդհատ եղեք աղոթքի մեջ եւ արթուն կացեք նրանում, այսինքն հոգեվորապես չքնել, գոհությունով, այսինքն շնորհակալություն հայտնել Աստծուն, փառք Աստծուն։ Թույլ տվեք աղոթել ձեզ համար, ես ուզում եմ օրհնություն ուղարկել նույնիսկ ձեր տները, բարձրացրեք ձեր ձեռքերն այսպես։ Հիսուս, մենք այսօր այստեղ աղոթեցինք, դու հայտնվեցիր շատ հզոր ձևով, շատ յուրահատուկ ձևով, բայց կան մարդիկ, ով Աստված, ովքեր տանն են եւ կարիք ունեն օրհնության, հրաշքի, ով Աստված, քո պատասխանի, ազատագրման, աստվածային միջամտության, հոգեվոր աշխարհում հեռավորություն չկա, որտեղ էլ որ այդ մարդիկ լինեն, ես ասում եմ, ով Աստծո օրհնություն, գտիր այդ մարդկանց, հայտնվիր նրանց կյանքում հիմա, Հիսուս Քրիստոսի անունով, եւ բոլորդ ասեք ամեն։ Փառք Աստծուն։ Հիմա մենք հասնում ենք Պողոսի առաջին Կորինթացիներին 11-րդ գլուխ 23 խոսք։ Պողոսն այսպես է ասում. Որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հաց առավ։ Եվ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. Արեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասաց. Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունովը, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա գա։ Ուրեմն, ով որ այս հացն ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն, թող մարդ փորձե իր անձը եւ ապա այն հացիցն ուտե եւ այն բաժակիցը խմե։ Պողոսի մտահոգությունն այն է, որ մենք չպետք է անարժանորեն մասնակցենք։ Տիրոջ ընթրիքը հիշեցնում է այն բանի, ինչ Հիսուս արեց մեզ համար Գողգոթայի խաչի վրա։ Ես սիրում եմ բացատրել, որ հին ուխտի մեջ, երբ մարդը խոստովանում էր իր մեղքը, նա պետք է զոհ մատուցեր, դա ծածկում էր մեղքը։ Դավիթն այսպես է ասում, Սաղմոս 32-ում. Երանի նրան, որի մեղքը ներվեց, ամեն, ուրեմն մեղքը ծածկվեց։ Նոր ուխտի մեջ մարդը խոստովանում է մեղքը եւ մեղքը վերանում է։ Ինչու՞։ Հովհաննես 1:29-ում այսպես է գրված. Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իր մոտ գալիս եւ ասում է. Ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը, այսպիսով հին ուխտում մեղքը ծածկվում էր, նոր ուխտում մեղքը վերացվում է, այսպիսով մասնակցելով ընթրիքին մենք հիշում ենք Հիսուսին, եւ նա ասաց, որ սա անենք իր հիշատակի համար, նրա արածի հիշատակին, հիշելով նրա արածը։ Ինչ պետք է անեմ։ Ես չեմ կարող մասնակցել մեղքով։ Մենք մեղանչում ենք գիտակցաբար կամ անգիտակցաբար, այնպես որ հիմա խոսենք Աստծո հետ։ Աստված, որտեղ եմ սխալվել, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ներիր ինձ։ Աստված, ես ուզում եմ ներում, ես ուզում եմ հաղորդակցություն քեզ հետ, եւ նա կների քեզ։ Իսկ եթե դուք դեռ որոշում չեք կայացրել Հիսուսին հետևելու, չպետք է մասնակցեք Տիրոջ ընթրիքին։ Ինչու՞։ Որովհետև Տիրոջ ընթրիքը եկեղեցու սովորական ընթրիքը չէ։ Ոչ, դա մի փոքր կտոր հաց է եւ մի քիչ խաղողի հյութ, որոնք խորհրդանշում են Քրիստոսի մարմինը եւ Քրիստոսի արյունը։ Այսպեսով դուք պետք է կանգնեք Աստծո առջև հենց հիմա, եթե ուզում եք մասնակցել։ Դա մարդկային ընթրիք չէ, դա շատ ավելին է։ Եթե ուզում եք այսօր մասնակցել, ուրեմն այսօր որոշում կայացրեք
Հիսուսին հետևելու համար։ Եթե ձեր սրտում հավատում եք, որ նա մահացավ ձեր մեղքերի համար, եթե ձեր սրտում հավատում եք, որ նա հարություն առավ մեռելներից եւ ասում եք Հիսուս փրկիր ինձ, նա կփրկի ձեզ։ Դրանից հետո դուք կարող եք ոչ միայն մասնակցել Սուրբ Ընթրիքին, այլև մտնել դրախտ։ Խնդրում եմ, փակեք ձեր աչքերը։ Հայր, մենք եկել ենք եւս մեկ հաղորդության։ Այս եկեղեցին հագնված է որպես հարս, լվացված, մաքրված Հիսուսի արյունով։ Այս վայրում յուրաքանչյուր մարդ ասում է. «Ես ուզում եմ հաղորդություն»։ Ասեք սա, որովհետև այս աղոթքը շատ անձնական է։ Ես չեմ կարող դա անել ձեր փոխարեն, ոչ էլ դուք կարող եք դա անել իմ փոխարեն։ Յուրաքանչյուր մարդ պետք է անի իր սեփական աղոթքը եւ ասի. Աստված, ես ուզում եմ հաղորդություն ունենալ քեզ հետ։ Աստված, իմ ծննդյան օրվանից մինչև այսօր ներիր ինձ իմ բոլոր սխալների համար։ Հիմա ձեզ կտան հացը եւ բաժակը։ Կարող եք սկսել մատուցել։ Վերցրեք այն բոլոր նրանք, ովքեր պատկանում են Հիսուսին, ովքեր նրանն են եւ ովքեր նոր են դարձել։ Քրիստոսն արդեն պատրաստել է մեզ համար։ Նա մեզ համար խնջույք պատրաստեց։ Եվ հիմա նա մեզ ընթրիք է հրավիրում, որ Աստված ձրիաբար տալիս է քեզ։ Եկ ով քաղցած հոգի։ Եկ եւ ընթրիր, կանչում է վարդապետը։ Այսօր էլ դու կարող ես վայելել։ Մի քանի հաց նա բազմապատկեց։ Տեսեք, թե որքան արագ եղավ, բոլորը ստացան։ Եկ ո քաղցած Հիսուսի մոտ, եկ եւ ընթրիր։ Ահա աշակերտները վերադառնում են։ Առանց ձուկ որսալու, բայց Հիսուսը նրանց դիմավորում է։ Երբ նրանք վերադառնում են ապ, տեսնում են հաց եւ ձուկ կրակի վրա։ Եվ Հիսուսը հրավիրում է նրանց ընթրիքի։ Հիմա ես ուզում եմ լսել ձեր ձայնը։ Վարդապետը կանչում է, եկեք եւ ընթրեք։ Այսօր դու էլ կարող ես վայելել։ Մի քանի հաց նա բազմապատկեց։ Ջուրը գինու վերածեց։ Եկեք, եկեք։ Եկեք ով քաղցածներ, Հիսուսի մոտ եկեք։ Վերցրեք հացը, բարձրացրեք այն, խաչի հիշատակին։ Սա սովորական հաց չէ, այլ Քրիստոսի մարմինը, որը այդ օրը ցավով խոցվեց։ Ժամանակն է ասելու. Հիսուս, շատ շնորհակալ եմ, ինչ մեծ սեր, ինչ անսահման սեր։ Տեր, օ ալելույա, ալելույա, փառք Տերերի Տիրոջը։ Աստծո կյանքը մտնում է քո մեջ, Աստծո կյանքը մտնում է։ Հիվանդ մարմինը վերականգնելու, անհանգիստ միտքը խաղաղացնելու, հաղորդությունը իրական է։ Գովաբանեք Տիրոջը եւ մեծարեք, ալելույա։ Բարձրացրեք հացը եւ ասեք. Տեր, սա Քրիստոսի մարմինն է, որը կոտրվեց ինձ համար։ Նրա վերքերով ես բուժվեցի։ Ես խոստովանում եմ քո առաջ եւ բոլորի առաջ, որ Հիսուս Քրիստոսն իմ Տերն է։ Մասնակցեք Քրիստոսի մարմնին։ Գեղեցիկ է, չէ՞։ Օ, այն հզոր է, օ, մասնակցեք այդ ներկայությանը։ Ալելույա։ Նույն կերպ նա նաև բաժակը վերցրեց, ընթրիքից հետո ասելով. Այս բաժակը նոր ուխտն է, իմ արյունով։ Սա արեք քանի անգամ որ խմեք, ի հիշատակ ինձ։ Կանգնեք եւ ասեք. Տեր, սա նոր ուխտի բաժակը, որին ես մասնակցում եմ, ընդունելով, որ Հիսուս Քրիստոսը, քո որդին, իմ միակ եւ բավարար փրկիչն է։ Հիմա կարող եք խմել։